Մենք ապրում ենք վերջին օրերում, սիրելիներս, ու այսօր ուզում եմ խոսել հայտնություն գրքից, մի քանի տեղ կկարդանք, իմ այսօրվա թեման վերնագրել եմ այսպես. Երանելիներ, երանելիներ, ովքեր են երանելիները։ Գիտեք, մենք երբ որ խոսում ենք երանելիների մասին, առաջի հերթին ինչ տեղ ենք հիշում Աստվածաշնչից։ Մատթեոսի 5-րդ գլուխ, չէ՞, լեռանքարոս 10 երանելիներ, որոնց մասին խոսում է Հիսուսը։ Բայց ես այսօր ուզում եմ խոսել հայտնության 7 երանելիներից, ոչ թե Մատթեոսի 10 երանելիներից, որովհետև ես մտածում եմ Մատթեոսի 10 երանելիները շատ անգամ ենք լսել, բայց հայտնության երանելիների մասին քիչ է խոսվել, չնայած սենց տենենց շատ թե քիչ, միշտ էլ է թեմաները իհարկե շոշափվում է եկեղեցում, բայց այսօր ուզում եմ կոնկրետ հայտնության գրքից խոսեմ երանելիների մասին։ Ինչ է դա նշանակում, սիրելիներս, ով է երանելի մարդը։ Գիտեք, այսօր աշխարհում տարբեր կարծիքներ կան, ով է երանելին, չէ, մեր լեզվով ասած, ասում են «Էռնենք քո տիրոջը», չէ, ասում են, «Էռնենք քո տիրուն»։ Ում ենք մենք այսօր էռնանք տալիս կամ երանի տալիս։ Գիտեք, Աստվածաշնչում մի տեղ կա Մաղաքիայի մեջ է գրված, երբ որ Աստված խոսում է իր ժողովրդի հետ ու բան ունի իր ժողովրդի դեմ, եւ Աստված ասում է իր ժողովրդին, ասում է դուք, ասում եք երանի ամբարիշտներին, երանի գոռոզներին, հա? Ասում նրանք անգամ Աստծուն են հայոյում ու պրծնում են։ Մենք երանի ենք տալիս, ասում է ամբարիշտներին, հա? Երանի ենք տալիս գոռոզներին։ Ում ենք մենք այսօր երանի տալիս, սիրելիներս։ Այսօր մարդիկ գիտես տարբեր ձևի կարող են արձագանքել այս աշխարհի արժեքներին, ասենք, ինչ որ մեկը տեսնում են հարուստը, ասում են երանի քեզ, հա? Տեսնում են ինչ որ մեկը մի լավ բան ունի, ասում են երանի քեզ։ Գիտես ինչն է իրականում երանելիությունը, ո՞րն է երանելի վիճակը։ Կան ստեղ երանելի մարդիկ, որ կարաս ասես, ես երանելի մարդ եմ։ Այսքան քիչ ժողովուրդ, այսքան քիչ երանելի մարդ կա ստեղ։ Ով է իրան համարում, որ ինքը երանելի մարդ է։ Չէ, երկրորդ անգամ հարց տալն էլ չօգնեց։ Ուրեմն մենք խնդիր ունենք այսօր։ Ով է իրականում երանելի մարդը։ Ուզում եմ դրա մասին խոսել։ Եկեք առաջի տեղը, որ կբացենք հայտնություն գիրք։ Հայտնություն գիրք, սիրելիներս, ուզում եմ կարդամ հայտնության հենց առաջի գլխից 3-րդ խոսքը։ Երանելի են այս մարգարեության խոսքերը կարդացողը եւ լսողները, եւ սրանում գրվածները, պահողները, որովհետեւ ժամանակը մոտեցել է։ Գիտես, ես ուզում եմ այսօր նայենք ինչն է Աստծո աչքերով երանելիությունը։ Ով է երանելի մարդը Աստծո աչքերով։ Ոչ թե մեր մարդկային չափանիշներով, ոչ թե մեր աշխարհի ինչ որ արժեքներով, սիրելիներս, այլ ինչ է նշանակում իրականում լինել երանելի։ Գիտեք, ես հարց տվեցի կան ստեղ երանելի մարդիկ, շատ մարդիկ իրանց ձեռքերը չբարձրացրեցին։ Կարող է մեկը մտածեց, դու չգիտես իմ հոգսերը, որ իմանաս ինչքան խնդիրներ ունեմ, որ իմանաս ինչքան հարցեր ունեմ, ինչի էսի երանելի վիճակ, հա։ Բայց գիտեք, ես հավատում եմ, որ այս քարոզի վերջում շատերդ կհասկանաք, որ դուք երանելի եք իրականում։ Հավատում եմ, որ այս ծառայության վերջում ձեռքերի քանակը կշատանա, որովհետև կարևոր է սիրելիներս մենք հասկանանք, նոր քիչ առաջ խոսում ենք, հա, պատերազմների, դժվարությունների մասին։ Գիտեք, հետաքրքիր է ինչ է, երբ որ ամբողջ հայտնության գիրքը կարդում ես, գիտեք, այնտեղ խոսում է աղետների մասին, ինչ պատիժներ է գալու այս աշխարհի վրա, երբ որ Աստծո բարկության բաժակը կթափվի այս երկրի վրա, խոսում է, հա, այդ հայտնության ապոկալիպսիսի այդ բաների, 4 ձիերի մասին, դիավորների մասին եւ այլն, աղետներ, երկրաշարժեր, ինչ որ բաներ, ներնա գալու, դրոշմա դնելու։ Բայց գիտես, այդ ամեն ինչի մեջ 7 տեղով Աստված ասում է. երանելի, 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 ով է երանելին, սիրելիներս։ Այդ ամեն փորձությունների, այդ ամեն ճգնաժամերի մեջ մենք միևնույն է կարող ենք լինել երանելի,
որովհետև մենք Աստված ունենք, որովհետև Քրիստոսը մեր Տերն է, որովհետև խաչի վրա մեծ հաղթանակ է եղել սիրելիներս։ Ու ես ու դու իրականում այսօր երանելի ենք։ Առաջի բանը ինչ է ասում Հայտնության գիրքը, այդ Ապոկալիպսիսի գիրքը սկսվում է հետևյալ ձևի առաջի խոսքերից մեկի մեջ գրված է. երանելի են այս մարգարեության խոսքերը կարդացողը եւ լսողները եւ սրանում գրվածները պահողները, որովհետեւ ժամանակը մոտեցել է։ Սիրելիներս, սա գրվել է մոտ 2000 տարի առաջ, մի քիչ պակաս։ Եվ այն ժամանակ Հովանեսը արդեն ասում է մարգարեական. ժամանակը մոտեցել է։ Գիտես, իր ժամանակը մոտեցել է ասելուց հետո մոտ 2000 տարի արդեն անցել է։ Ու կարա սենց ինչ որ միտ գա, լավ բա, 1000 տարի անցավ Հիսուսը չեկավ, 1500 տարի անցավ Հիսուսը չեկավ, 2000 տարի անցավ Հիսուսը չեկավ։ Բայց իրականում սիրելիներս, երբ որ նայում ենք ինչ է կատարվում այս աշխարհում եւ մանրամասն քննում ենք մարգարեությունները, մենք տեսնում ենք, որ ժամանակը այսօր ավելի մոտ է, քան երբևէ։ Հիսուսի գալուստը ավելի մոտ է, քան երբևէ։ Մենք ապրում ենք վերջին օրերում։ Եվ մի կարևոր միտք կա, որ ուզում եմ ընդգծել, Աստծո խոսքը ասում է երանի այս մարգարեության խոսքերը կարդացողը ու լսողները։ Բայց գիտես, դրանով չի կանգնում։ Հա, դրանով չի դադարում խոսքը։ Ով որ ուղղակի լսում է, ով որ ուղղակի կարդում է, չի կարա մենակ դրանով երանելի լինի։ Ինչ Աստծո խոսքը ասում։ Եվ սրանում գրվածները պահողները։ Քիչ է լսելը, քիչ է կարդալը։ Կարևորը Աստծո խոսքը պահել, այդ ժամանակ դու կարող ես երանելի լինել։ Գիտես, կարելի է տարիներով եկեղեցի գալ, կարելի է տարիներով Աստվածաշունչ կարդալ, կարելի է Աստվածաշունչը ծերից ծեր անգիր իմանալ։ Մարդիկան, գիտեք, հիշողությունը իրանց այնքան ուժեղ է, սենց ամբողջ գրքեր կարան Աստվածաշնչից մեջ բերում անեն, ամբողջ տեղեր, ամբողջ գլուխներ կարող են Աստվածաշնչից մեջ բերել։ Բայց ով է երանելի սիրելիներս, ուղղակի Աստծո խոսքի իմացությունը մեզ երանելի չի դարձնում։ Հիսուսը Մատթեոսի ավետարանում նույնպես կխոսի դրա մասին։ Ով է իմաստուն մարդը, ով որ լսում է եւ կատարում է իմ խոսքերը։ Այսինքն բավական չի մենակ լսել, բավական չի մենակ կարդալ։ Շատ կարևոր է Աստծո խոսքը պահել։ Գիտեք, մենք հատուկ հարգանքով պետք է մոտենանք Աստծո խոսքին։ Աստվածաշունչը, գիտեք, մեր համար դա ինչ որ գեղարվեստական գիրք չի, որ դե մի քիչ ազատ ժամանակ ունենամ, կնստեմ կկարդամ։ Կամ լավ, 3 օր Աստվածաշունչ չեմ կարդացել, սպասի ձեռի հետ նստեմ 5 րոպե կարդամ։ Գիտես, Աստծո խոսքը ինձ ու քեզ մոտեցնում է Աստծուն։ Աստծո խոսքը մեզ հայտնում է Տիրոջ կամքը։ Աստծո խոսքը խոսում է մեր կյանքերին։ Աստծո խոսքը իմ ու քո հոգու հայելին է։ Աստծո խոսքը մեր հոգու կերակուրն է։ Եթե դու չես կարդում Աստվածաշունչ, սիրելիս, դու երբեք հոգով չես աճի։ Դու երբեք չես ուժեղանա։ Գիտես, եթե քեզ կան մարդիկ ստեղ, որ մենակ անկեղծ խնդրում են, կան մարդիկ, որ ձեզ տարբեր սխալ մտքեր են տանջում։ Վախի մտքեր, չգիտեմ, պիղծ մտքեր, շնության մտքեր, հա, ատելության մտքեր, ինչ որ մտքեր կան մարդիկ։ Գիտես, ես քեզ մի բան ասեմ։ Աստծո խոսքը ասում է նորոգեք ձեր միտքը։ Ոնց է մեր միտքը նորոգվում։ Երբ որ ես ու դու Աստծո խոսքն ենք կարդում։ Երբ որ ես ու դու Աստծո խոսքով ենք լսվում, սիրելիներս, բացասական մտքերը գնում են։ Աստծո խոսքը մեզ ազատագրում է սխալ մտքերից, մեր մեջ հավատք սերմանելով, մեր մեջ հավատք բարձրացնելով։ Դրա համար, երբ որ քեզ սխալ մտքեր են տանջում, փնտրի Աստծո երեսը, աղոթի, բաց Աստվածաշունչը, նստի սկսի կարդալ։ Ու երբ որ խոսք ես ստանում, կարող այսօր էլ քարոզը լսես, ինչ որ մի հատ խոսք ստանաս։ Վերցրու այդ խոսքը, գնա ու կատարի այդ խոսքը։ Գնա ու կատարի այդ խոսքը։ Այդ ժամանակ դու երանելի կլինես, սիրելիս։ Ուզում եմ երկրորդ տեղը կարդանք նույն Հայտնություն գրքից։ Այսօր բոլոր տեղերը կարդալու ենք մենակ Հայտնության գրքից։ Երկրորդ տեղը, որի մասին ուզում եմ կարդալ, ուրեմն Հայտնություն 14-րդ գլուխ 13-րդ խոսքը։ Եվ երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր ինձ. գրիր, երանելի են այն մեռելները,
որ տերումն են ննջում այսուհետև։ Այո, հոգին ասում է, որ իրանց աշխատանքից հանգիստ կառնեն, եւ նրանց գործերը գնում են նրանց հետևից։ Այ քեզ բան, մեռելներին է երանի տալիս։ Հա? Կամ արդյոք որ մեռելներին երանելի է տալիս։ Երանելին մեռելները։ Բայց որ մեռելները, ամեն մեռելները չեն երանելի։ Այն մեռելները, որոնք Քրիստոսում են ննջել։ Ինչի, որովհետև մենք հույս ունենք, որ մի օր Տիրոջ հետ հարություն ենք առնելու։ Աստծո խոսքն ասում, դա մեր դավանանքի, մեր հավատքի հիմքերից մեկն է, որ օրերից մի օր լինելու է մեռելների հարություն եւ Քրիստոսը մեր մահացած մարմինները հարություն է տալու սիրելիներս։ Ամեն։ Երանի նրանց, ովքեր Քրիստոսում են մեռել։ Գիտես, վախենալուն մեռնելը չի։ Վախենալուն առանց Քրիստոսի մեռնելն է։ Իսկ Քրիստոսի հետ մեռնելը երանելիություն է։ Ամեն։ Որովհետև գիտենք, որ հավիտյան իր հետ կլինենք սիրելիներս։ Որովհետև գիտենք, որ մեր կյանքը նրան է պատկանել, իր հետ ենք ապրել, իր համար ենք ապրել։ Փառք Տիրոջը։ Կան ստեղ երանելի մարդիկ։ Հայտնություն գիրք 16-րդ գլուխ 15 խոսքը։ Ահա գալիս եմ գողի նման, երանի նրան, որ արթուն է եւ իր հանդերձները պահում է, որ մերկ ման չգա եւ նրա ամոթանքը չտեսնեն։ Փառք Տիրոջը։ Սիրելիներս, հետաքրքիր է։ Ես ուզում եմ մի բանի վրա ուշադրություն դարձնենք։ Խոսքը ասում է, ես գալու եմ գողի նման։ Ինչ է դա նշանակում։ Տերը կգա այն ժամանակ, երբ որ դու չես սպասում։ Գիտես, մարդիկ մեռնում են այն ժամանակ, երբ որ ամենաշատը չեն սպասում։ Եղել է հեչ, որ քնից արթնանաս, լսես հարազատներից հետ մեկը մեռել է, ասում ես, ո՞նց կարա սենց բան եղնի։ Հա? Հանկարծ գողի նման։ Ինչքան է եղնում այտենց, ինչքան է լինում այտենց դեպքեր մեր կյանքում սիրելիներս։ Նայում ես կամ քո ինչ որ ծանոթը, ինչ որ մոտիկ, մի բարեկամ մարդ, ընկեր, նորմալ լսի, առողջ մարդ էր, քնավ չարթնացավ։ Գիտես, մահը միշտ գալիս է գողի նման, երբ որ չես սպասում։ Ու Հիսուսն էլ կգա գողի նման։ Ինչա դա նշանակում, սիրելիս, դա ինձ ու քեզ պետքա զգաստացնի։ Աստծո խոսքը ասում է արթուն եղեք։ Արթուն լինել դա նշանակում է ոչ թե հա գիշերները պարկես չքնես, դրա մասին իհարկե չենք խոսում։ Ֆիզիկական արթուն լինելու մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ հոգով միշտ հսկում անես, հոգով միշտ զգայուն լինես, հոգու մեջ միշտ Քրիստոսին սպասես, միշտ հիշես, որ ցանկացած վարքյանի կարա Քրիստոսի առաջ հայտնվես։ Ցանկացած վարքյանի կարա մահը թակի քո դուռը։ Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկին վախացնեմ սիրելիներս։ Հավատում եմ, որ Աստված մեզ կյանք է տվել, որ իր անունը փառավորենք այս երկրի վրա։ Բայց նույնքան հավատում եմ, որ ոչ մեկ մեզանից չգիտի իր վերջի օրը։ Եթե մեկն էլ վստահ ասի, որ գիտի, չեմ հավատա։ Եթե իհարկե Աստված չի անձամբ քեզ հայտնել դրա մասին։ Աստվածաշնչում ունենք այտենց դեպքեր, երբ որ մի քանիսը հստակ գիտեին իրանց գնալու օրը։ Մենակ Աստված գիտի, որովհետև մեր գնալու օրը։ Դրա համար ժողովուրդ ջան, եկեք ընենց ապրենք, մենք այս երկրի վրա անմահ չենք, անմեն մեկս էլ մահկանացու ենք, մեկ անգամ է մեզ տրված ապրել ու դրանից հետո դատաստանը։ Բայց ցավոք սրտի մենք շատ անգամ ընենց ենք ապրում, կարծես հավիտյան ապրելու ենք այս երկրի վրա։ Կարծես մենք Քրիստոսի առաջ չենք կանգնելու։ Կարանք տարիներ շարունակ ինչ-որ սխալների մեջ լինենք, տարիներ շարունակ չփոխվենք, տարիներ շարունակ չներենք, տարիներ շարունակ ինչ-որ մեկի հետ հարցեր ունենանք, տարիներ շարունակ չուզենանք փոխել մեր բնավորության ինչ-որ գիծը։ Բայց Հիսուսը գողի նման կգա։ Ու սա ինձ ու քեզ պետք է զգաստացնի, սիրելիս։ Սա ինձ ու քեզ պետք է զգաստացնի։ Ամեն։ Հետո տեսեք։ Երանի նրան, ով որ արթուն է, երկրորդը, հանդերձները պահում է, որ մերկ ման չգա, նրա ամոթանքը չտեսնեն։ Ինչ հանդերձների մասին է խոսքը։ Հա?
Ինչ հանդերձներա, որ մարդու ամոթը ծածկում է։ Հա, սրբության հանդերձները, արդարության հանդերձները, որ Քրիստոսն է ինձ ու քեզ հագցրել։ Ինչի համար, որ մեր ամոթը ծածկվի, հա, որ մեր ամոթը վերանա, որ մեր ամոթը չերևա։ Շատ կարևոր է, սիրելիներս, Աստված, գիտեք, մենք դրան բոլորս գիտենք, մենք ամեն մեկս էլ դրան արժանի չէինք, մենք արդարացված ենք Քրիստոսով։ Այս վերջերս մեկին լսում էի, ասեց ինչի այդ ով է սուրբ, որ եկեղեցի է գնում։ Ես ուզում եմ համարձակ ու ամենայն պատասխանատվությամբ հայտարարեմ, բոլորը ովքեր որ ստեղ են, Հիսուսին իրանց կյանքում ընդունել են որպես Տեր ու Փրկիչ, եթե ստեղ մեկը կա, որ Տիրոջը դավանում է որպես իր Աստված, հավատում է այն գործին, որ Հիսուսը խաչի վրա արել է ու ապրում է Քրիստոսի հետ, ինքը Աստծո սուրբն է։ Ինքը Աստծո սուրբն է։ Ու մենք սուրբ ենք ոչ թե որ մենք մեղք չենք գործում, այո, մենք կատարյալ չենք, եւ Հովհաննես առաքյալը կգրի դրա մասին։ Եթե մեկը կասի, որ ինքը հանցանք չունի կամ մեղք չի գործում, ինքը ստախոս է։ Ավելին ասում է ստախոսը անում նրան։ Չկա տենց մարդ, սիրելիներս։ Ամեն մեկս էլ գրված է կերպ փորձանքների մեջ ենք, հա, փորձությունների մեջ ենք ընկնում։ Հակոբոսը կասի Եղիան էլ էր մերպես մարդ, կրքերի ենթակա։ Մենք տեսնում ենք ինչպես էին շատ անգամ սխալվում մարգարեները, շատ անգամ սխալվում էին առաքյալները, բայց Աստված նրանց ընդունում էր որպես իր սուրբերը, որպես իր ժողովուրդ, որպես իր ծառաներ, իր օծյալներ։ Ու մենք սուրբ ենք ոչ թե նրա համար, որ մենք բացարձակ կատարյալ ենք Քրիստոսի նման, ոչ։ Մենք սուրբ ենք, որովհետև Քրիստոսն է իր արյունով ինձ ու քեզ սրբացրել։ Քրիստոսը ինձ ու քեզ շորեր է հագցրել, սպիտակ շորեր, արդարության շորեր, սրբության շորեր։ Գիտես, այնց ապրի։ Ստեղ կան մարդիկ, որ սպիտակ շորեր են հագած։ Երևի ամեն մեկը, ով որ կյանքում գոնե մի անգամ սպիտակ շոր է հագել, շատ լավ գիտի, ինչքան զգուշ է պետք եղնել, որ սպիտակ շորը չկեղտոտվի։ Սպիտակ շորի վրա ամենաշուտն է երևում, երբ որ միտեղ ձեռդ կպավ, փոշոտվեցիր, անգամ գիտես մի քիչ շատ սենց, որ մարմնիդ քսվում է, արդեն գույնը փոխում է շորը, սպիտակ շորը։ Գիտես սպիտակ շորը, այդ սրբության շորերը, ես ու դու շատ զգուշորեն պիտի պահենք, սիրելիս։ Շատ զգուշորեն պիտի քայլենք այս աշխարհում, որ այն արդարության հանդերձները, որ Տերը ինձ ու քեզ տվել է, չկեղտոտենք։ Մեկը կասի ամեն։ Փառք Տիրոջը։ Գիտեք, ես ուզում եմ մի բան հասկանանք, ժողովուրդ ջան։ Ցավոք սրտի։ Կասեմ, որ իմ կյանքում էլ եղել են բաներ, որ երկար տարիներ պայքարել եմ դրա դեմ։ Բայց գիտեք, միշտ մի բան եմ հասկացել։ Հենց որ որոշումս հաստատ եմ արել, ցանկացած մեղքից շատ շուտ հրաժարվել եմ։ Հենց որ որոշում եմ կայացրել ցանկացած բնավորության գիծ, որ Աստծուն դուր չի եկել, դա փոխվել է։ Գիտեք, մենք շատ անգամ ասում ենք, դեսի չեմ կարա, էսի չի ստացվում, էսի դժվար է, այնի դժվար է, էսի չգիտեմ ինչ է։ Ամբողջ հարցը նրանում է։ Ուզում եմ ես թողնեմ այդ բանը, թե չէ, ուզում եմ ես փոխվել, թե իմ դուրը գալիս է շարունակ մեղք գործել, թե իմ դուրը գալիս է շարունակ մնամ այդ ինչ որ վիճակի մեջ։ Գիտեք, մարդիկ կան, մարդկար հարցնում եմ, ասում եմ, խի ծխելը դու չես թարգում, ասում իմ դուրը գալիս է։ Իմ դուրը գալիս է, ինչի խմելը չես թարգում, ասում եմ իմ դուրը գալիս է։ Բայց մարդկա իր դուրը գալիս է մեղք գործել։ Մարդկա իր դուրը գալիս է շնություն անել։ Ասում է ես եկեղեցի չեմ գա, ասում է ինչի։ Որտեվ ասում է որ գամ պիտի շնություն չանեմ։ Ես էլ չեմ կարող ասում է շնություն չանեմ։ Շատ անգամ ինչի մարդը մեղքը չի թողում, որտեղ դուրը գալիս է։ Ժողովուրդ դուրը գալիս է։ Դուրը գալիս է։ Բայց մենք պիտի հասկանանք դրա հետևանքները, մենք պիտի հասկանանք, որ նրա առջև ենք կանգնելու ու պատասխան ենք տալու։ Պատասխան ենք տալու, սիրելիներս։ Դրա համար եկեք մեղքի հետ խաղ չանենք։ Ցանկացած մեղք կարելի է թողնել,
ցանկացած բնավորության գիծ կարելի է փոխել։ Եթե մենք ունենք որոշում ու սիրում ենք Քրիստոսին։ Ամեն։ Փառք Տիրոջը, եկեք գնանք առաջ սիրելիներս։ Հայտնություն 19-րդ գլուխ 9-րդ խոսք։ Եվ ասեց ինձ. գրիր, երանելի են գառի հարսանիքի ընթրիքին կանչվածները։ Եվ ասեց ինձ. սրանք Աստծո ճշմարիտ խոսքերն են։ Գիտես, Աստծուց է խոսում, բայց շեշտում է, ասում է գրի։ Սրանք Աստծո ճշմարիտ խոսքերն են։ Սիրելիներս, փրկության հարցը շատ լուրջ է։ Լսում եք, փրկության հարցը շատ լուրջ է։ Քիչ առաջ խոսում էինք հանդերձների մասին։ Միտեղ Հիսուսը մի հատ առակ է պատմում, որ մի մեծահարուստ հարսանիք արեց, հիշում եք, ուղարկեց, որպեսզի հրավիրվածներին կանչեն, եկավ տեսավ մեկը հարսանիքի շորերով չէր։ Ասես դու ստեղ ինչ գործ ունես։ Ու գիտեք, Հիսուսը շատ պարզ ասում է ինչ այդ մարդուն արեցին։ Գիտեք, այտենց բանա քաղաքակիրթ sense կուլտուրական ձևի չհրավիրեցին դուրս։ Չէ, դուրս շպրտեցին այդ մարդուն։ Ու Հիսուսը նշում է, որ լացն է ու ատամների կրճտոցն է, դրսի խավարը։ Ժողովուրդ ջան, փրկության հարցը լուրջ է։ Գիտեք, մարդիկ մտածում են, դե փրկվել ենք, всё, ինչ ուզենք կանենք։ Շատ անգամ մենք այտենց ենք ապրում։ Դե Հիսուսը մեր Տերն է, եկեղեցի են գալիս, ինչ ուզենք կանենք, ուր ուզենք կգնանք, ինչ ձևի կյանքով ասես կապրենք։ Անգամ քարոզ կգանք կլսենք, Աստվածաշունչ կկարդանք, մեկը կողքից նկատողություն կանի։ Մեզ թվում է, գիտեք, որ Աստված, չգիտեմ, չի տեսնում։ Ինչ էլ անենք, միևնույն է, այն որ ռուսերեն ասած սայջոտ սրուկ։ Հա մեկա ձեռիցդ կգնա, բան էլ չի եղնի, ինչ կլինի որ։ Մի տարի, 2 տարի, 3 տարի, 5 տարի։ Գիտեք, ասել եմ ու մի հատ էլ կասեմ։ Մեղքը դա կրակ է։ Ու Աստվածաշունչը ասում է, չես կարա կրակը կրես ծոցիդ մեջ ու չվառվես։ Գիտես, այսօր չվառվես, վաղը կվառվես։ Վաղը չվառվես, մյուս օրը կվառվես։ Մյուս օրը չվառվես, այն մյուս օրը կվառվես։ Բայց եթե կյանքումդ մեղք կա, այդ մեղքը քանդելու է կյանքդ, քանդելու է փոխհարաբերությունները, պղծելու է կյանքդ, պղծելու է քեզ շրջապատող մարդկանց հետ հարաբերությունները։ Մեղքի հետ, սիրելիս, եկեք խաղ չանենք։ Սուրբ եղեք, խոսքը ասում է, ձեզ կանչող Սուրբի պես, որ երբ որ օրը գա, ես ու դու մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ Աստվածաշնչում Աստծո գառն է կոչվում, նրա հարսանիքին հայտնվենք սիրելիներս։ Աստված ասում է գրի այս խոսքերը, այս խոսքերը ճշմարիտ են, Աստված լուրջ է ասում, սիրելիներս, Աստված լուրջ է տրամադրված, Աստված մեր հետ խաղեր չի անում, երբ որ Աստված խոսում է մեղքի մասին, Աստված լուրջ է խոսում դրա մասին։ Մենք հայտնության գրքում 5 եկեղեցիներ կան, որոնց որ Աստված հանդիմանում է, իր եկեղեցիներին է հանդիմանում։ Աստված մենակ աշխարհին չի հանդիմանում, աշխարհի մեջի մարդկանց չի հանդիմանում, Աստված իր եկեղեցուն է հանդիմանում։ Միտեղ ասում է դու սերդ թողել ես առաջի, սերդ սառել է։ Միտեղ ասում է դու մտածում ես քո մոտ ամեն ինչ լավ է, մեծացել ես, հարստացել ես, բանի կարիք չունես, բայց դու մերկ ես, դու թշվառ ես, դու ողորմելի ես, դու կույր ես, Աստված ասում է։ Մեկ ուրիշ տեղ Աստված հանդիմանում է, որ եկեղեցին մեղքի մեջ էր, շնություն էր անում։ Մեկն էլ կար, որ սովորացնում էր մարդկանց շնություն անել։ Աստված ասում է ապաշխարի։ Եթե ոչ, քո վրա էլ իմ դատաստանը կբերեմ, ասում է քո որդիներին էլ մահով կսպանեմ։ Միտեղ Աստված այտենց բան է ասում։ Ժողովուրդ ջան, Աստված մեղքի հետ խաղ չի անում։ Ինչ որ Աստված մեղքի վերաբերյալ ասում է, Աստված շատ լուրջ է ասում։ Դրա համար եկեք մեղքի հետ խաղ չանենք, սիրելիներս։ Եկեք Աստծո բարությունը, Աստծո ողորմությունը չչարաշահենք։ Եթե մինչև հիմա ինչ որ բան արել ես, հետդ բան տեղի չի ունեցել, դա Աստծո ողորմությունն է, որ քեզ պահել է։ Մի չարաշահի, մի չարաշահի։ Մի անգամ արեցիր անցավ, 2 անգամ արիր անցավ, 3 անգամ արի, 5 անգամ արեցիր անցավ։ Լսի 6-րդ անգամ կարա չանցնի էլ։ Որովհետև Աստված քեզ ամեն անգամ ողորմում է, ինչի համար։
Ոչ թե որ գնաս նորից մեղք գործես։ Ամեն անգամ Աստված քեզ ողորմում է, որպեսզի հնարավորություն քեզ տա ապաշխարելու ու փոխվելու, ոչ թե նորից գնալու նույն մեղքը գործելու։ Նորից ամիսներ, տարիներ շարունակ։ Գիտեք, չափ կա, սահման կա, օրերից մի օր Աստված կհարցնի։ Ամեն։ Հաջորդ տեղը, սիրելիներս, 20-րդ գլուխ 6-րդ խոսք հայտնության։ Երանելի եւ սուրբ է, ով բաժին ունի առաջի հարության մեջ։ Սրանց վրա իշխանություն չունի երկրորդ մահը, այլ Աստծո եւ Քրիստոսի քահանաներ կլինեն եւ նրա հետ կթագավորեն 1000 տարի։ Ինչ ուժեղ է, ժողովուրդ։ Երանելի եւ սուրբ է, որ բաժին ունի առաջի հարության մեջ։ Սիրելիներս, գիտեք չէ, որ երկու հարություն է լինելու։ Սկզբից լինելու է այն, որ ասեցին Քրիստոսի մեջ ննջածների հարությունը, հետո կլինի մնացած բոլոր մարդկանց հարությունը, ովքեր կանգնելու են սպիտակ աթոռի առջև դատաստանին։ Պատկերացնում եք ինչ է ասում։ Ով որ առաջի հարությանը կմասնակցի, նրա վրա մահը այլևս իշխանություն չի ունենա։ Դու գիտեք, որ մահը դա մեղքի հետևանք է։ Մարդը ի սկզբանե ստեղծված չի եղել, սիրելիներս, որ մահանա։ Բայց Քրիստոսը եկավ, որպեսզի մեզ հավիտենական կյանք տա։ Եվ ամեն մեկը, որ Քրիստոսի մեջ ննջում է, ով որ Քրիստոսի հետ հարություն կառնի, նրա վրա այլևս մահը իշխանություն չի ունենա։ Հայտնություն 22-րդ գլուխ 7-րդ խոսք։ Ահա շուտով գալիս եմ, երանի նրան, որ այս գրքի մարգարեության խոսքերը պահում է։ Գիտեք, Աստվածաշունչը սկսվում է, ավելի ճիշտ հայտնության գիրքը, սկսվում է ու ավարտվում է շատ նման խոսքերով։ Ահա շուտով գալիս եմ, երանի նրան, որ այս գրքի մարգարեության խոսքերը պահում է։ Ու սկզբից մենք կարդում ենք, երանի նրան, ով որ կարդում է, լսում է ու պահում է այս մարգարեության խոսքերը։ Ամբողջ հայտնության գիրքը սկսվում ու ավարտվում է այս խոսքերով։ Ով է երանելին, սիրելիներս, ով որ Աստծո խոսքն է պահում։ Ոչ թե երանելին այն մարդն է, ով որ շատ փող ունի, ով որ մեծ շրջապատ ունի, ով որ շատ հարգված է, մեծ պատիվ ունի այս աշխարհում, մեծ տուն ունի, 15 հատ ավտո ունի, լավ ծանոթություններ ունի կառավարությունում։ Չէ, դա չի երանելի մարդը։ Երանելի մարդը այն է, ով որ Աստծո խոսքն է կատարում, ով որ Աստծո խոսքն է պահում, սիրելիներս։ Եվ տեսեք, վերջի տեղը, որ ուզում եմ ձեր համար ընթերցել, սիրելիներս, հայտնություն գիրք 22-րդ գլուխ, նույն 22-րդ գլուխը եւ 12-ից 14 խոսքերը ուզում եմ կարդալ։ Գիտեք, ես սիրում եմ Աստծո խոսքը։ Ով է հիշում ինչպես է սկսվում Աստվածաշունչը։ Հա? Աստված արարում է աշխարհը, չէ՞։ Հետո ինչ է տեղի ունենում։ Ստեղծում է մարդը, ու ինչ անում մարդը։ Վերցնում ու ապականում է, այն սաղ ինչ որ Աստված ստեղծել է։ Գիտեք Աստվածաշունչը ինչպես է վերջանում։ Կա մի շատ հայտնի քարոզիչ, աշխարհահռչակ, ասում է. Ես Աստվածաշունչը մինչև վերջ կարդացի եւ տեսա, որ վերջում ամեն բան լավ է լինելու։ Ոնց է ավարտվում Աստվածաշունչը։ Աստվածաշունչը նորից ավարտվում է, Հովհաննեսը ասում է. եւ ես տեսա նոր երկինք եւ նոր երկիր։ Ու ինչ անում Աստված, ու Աստված վերականգնում է մարդու դիրքը։ Աստված մարդուն բերում է իր մոտ։ Եվ գիտեք 22-րդ գլխում հետաքրքիր մի բան կկարդանք 12-ից 14 խոսքերը։ Ասում է. եւ ահա շուտով գալիս եմ եւ իմ վարձքը ինձ հետ, որ ամեն մեկին կհատուցանեմ ինչպես իր գործը կլինի։ Ամեն մեկին, սիրելիս, չկա բացառություն, Աստված տարբերություն չի դնելու։ Աստված ասում է ես գալիս եմ, իմ վարձքը իմ հետ է,
վարձքը հետս է։ Ամեն մեկին եմ տալու, ամեն մեկին։ Ոնց է այդ վարձքը Աստված բաժանելու, ինչպես որ ամեն մեկի գործն է եղել։ Ու տեսեք ինչ է ասում։ Ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբը եւ վերջը, առաջինը եւ վերջինը։ Երանելի են նրա պատվիրաները, պահողները, որ նրանցը կլինի իշխանությունը կյանքի ծառի վրա եւ քաղաքի դռնովը ներս կմտնեն։ Ինչա լինելու վերջում սիրելներս, այն կյանքի ծառը, որի մոտ որ Աստված հրեշտակ դրեց սուրը ձեռին, որպեսզի մարդը չկարողանա մոտենա։ Աստվածաշնչի վերջում մենք տեսնում ենք բոլոր նրանք, ովքեր Աստծո պատվիրանը պահում են, ովքեր Քրիստոսի հետ են ապրում իրանց կյանքը։ Ինչա լինելու։ Տեր ասում է. ես իշխանություն եմ տալու կյանքի ծառի վրա։ Աստված, հա, մենք տեսնում ենք ոնց սկսվեց դա Ծննդոց գրքում, ինչպես մարդը կորցրեց իր դիրքը, եւ տեսնում ենք Հայտնության գրքի մեջ, երբ որ Աստված ամբողջությամբ կվերականգնի մարդուն սիրելիս, ու մենք հավիտյան կլինենք Տիրոջ ներկայության մեջ։ Այլևս մահ չի լինի, Աստվածաշունչը ասում է, այլևս արցունքներ չեն լինի։ Գիտեք, երբ որ Հիսուսը պատմում էր Ղազարոսի ու հարուստի առակը, ով է հիշում Ղուկաս ավետարանի մեջ այդ պատմությունը, որ ասում է հարուստը գլուխը բարձրացրեց, տեսավ Ղազարոսին Աբ รา համի գոգում, դա մի վայր էր, դա մի տեղ էր, որ կոչվում էր Աբ รา համի գոգը, ինչ ասեց. հայր Աբ รา համ, ուղարկի Ղազարոսին գոնե մատը թրջի, լեզուս հովացնի, տանջվում եմ այս կրակի բոցերի մեջ։ Ինչ ասեց Աբ รา համը, ով է հիշում, ասեց, որդյակ, հիշիր, որդյակ, հիշիր։ Ժողովուրդ, հավիտենության մեջ մարդիկ իրանց հիշողությունը չեն կորցնելու։ Աբ รา համը ասում է հիշիր։ Գիտեք դժոխքը ինչ է, որ մարդը հիշելու է ոնց է ինքը ապրել։ Քանի անգամ Աստված իրան կանչել։ Քանի անգամ ինքը հնարավորություն ունեցել ապաշխարելու, Քրիստոսին ընդունելու, եկեղեցի գնալու։ Քանի անգամ Աստված կանչել, բայց այդ տված կյանքը, որ իրան եղել է այս երկրի վրա, ինքը չի արել դա։ Ասում է հիշիր, դու քո բարիքը ընդունեցիր այն կյանքում։ Ղազարոսը ստեղ մխիթարվում է։ Սիրելիներս, ավելի լավ է երանելի լինել երկնքում, ստեղ մի քիչ տանջվել, քան թե երանելի լինել այս կարճ կյանքում, այս երկրի վրա, բայց հավիտյան հետո տանջվել դժոխքում։ Կան ստեղ երանելի մարդիկ։ Այո, դու երանելի ես։ Ասա, ես երանելի եմ։ Դու երանելի ես, որովհետև Քրիստոսը քեզ փրկել է։ Դու երանելի ես, որովհետև Հիսուսի արյունը քո մեղքերը ջնջել է։ Դու երանելի ես, որովհետև Աստված քեզ հավիտենական կյանք է տվել։ Դու երանելի ես, որովհետև Սուրբ Հոգին ապրում է քո մեջ։ Դու Աստծո զավակ ես կոչվում։ Դու երանելի ես, որովհետև Աստծո շնորհքը քո վրա է։ Դու երանելի ես, որովհետև եթե մեռնես էլ, Աստծո խոսքը ասում է մեկա կապրես։ Մահը քո վրա իշխանություն չի ունենալու։ Դու երանելի ես սիրելիս։ Եթե մեռնես էլ, Քրիստոսի հետ կլինես։ Եկեք ոտքի կանգնենք։ Դրա համար գիտեք, իմ կոչն այսօր ամեն մեկիդ, երբ որ մենք նայում ենք այս աշխարհին, նայում ենք մարդկանց, այն մեկը այնի ունի, այն մեկը չգիտեմ ինչ ունի, այն մեկը ինչ հաջողությունների է հասել։ Ես դեմ չեմ իրականում դրան, սիրելիներս։ Գիտեք, մեր ժողովուրդը սենց մի հատ բան ասում, ապրել կա, մեռնել էլ կա։ Ցավոք սրտի, գիտեք, մենք միշտ գիտենք, որ մենք մենակ ապրելու ենք, մեռնել չկա։ Աստվածաշունչը սենց մի հատ բան ասում է, գնա մեռելի տուն, գնա սուքի տուն։ Ինչի, ասում է, սուքի տանը ավելի շատ իմաստություն կա, քան թե ուրախության տանը։ Որտեւ ուրախության տանը, գիտես, մարդիկ ուրախ են, հարբած են, իրանց վեճ ինչի, հա։ Կերխմի քեֆ արա շարունակ, աշխարհը խալի է ոտի տակ, գիտեն այտենց էլ հավիտյան ապրելու են։ Բայց երբ որ մարդը սուքի տանա, գիտեք ինչքան է իմ հետ եղել։ Այդտեղ մի ուրիշ ձևի մթնոլորտ է ժողովուրդ։ Ուզես, չուզես, սկսում ես մտածել կյանքի արժեքների մասին։ Գիտեք ինչքան եմ այտենց տեղերում լսել, որ մարդիկ ասում են, ինչ բան է մարդու կյանքը։ Կար մարդը ու չկա։
Սենց բան էլ կեղնի կար մարդու չկա։ Ու գիտես էդի ամեն մեկի սա պատահելու մի օր, սիրելիներս, մենք գնալու ենք մի օր այս աշխարհից։ Դրա համար եկեք կարևորենք երկնայինը, սիրելիներս։ Մենք հավիտյան ստեղ չենք լինելու, բայց այնտեղ հավիտյան է կյանքը։ Եկեք կարևորենք երկնայինը։ Տվել է Աստված քեզ մի բան այսօր։ Շնորհակալ եղի դրա համար։ Ուրախացի դրա համար, սիրելիս։ Մի քիչ հաց ունես, շոր ունես, ինչ որ գործ անելու հնարավորություն ունես, ինչ էլ ունես, շնորհակալ եղի։ Կարողացի ուրախանաս նրանով, ինչը որ ունես այսօր։ Սիրելիս, Աստված կօրհնի, կտա ավելին, կստացվի մոտդ ավելին հասնես։ Փառք Տիրոջը։ Բայց գիտես մի տառապի նրանից, որ ինչ որ մեկը, ինչ որ բան ունի, այենի արելա, դու էլ պիտի անես, դու էլ պիտի հասնես։ Այն նրա երեխեն իրավաբանական ինստիտուտ ավարտել, քո երեխեն էլ պիտի իրավաբանական ավարտի։ Այմարդ կարող է քո երեխեն լավ խոհարար կլինի, չգիտեմ, լավ դիզայներ կլինի։ Ինչ պարտադիր է քո երեխեն էլ իրավաբան եղնի։ Բժշկական ինքը պիտի անպայման ավարտի։ Երեխեն էլ գնում է բժշկականը ավարտում է ու սաղ կյանքը բժիշկ չի աշխատում։ Որտեղ մամայի ու պապայի ցանկությունով է գնացել բժիշկ դառել։ Եկեք չնայենք ուրիշներին, սիրելիներս, եկեք ուղղակի վայելենք այս կյանքը։ Եկեք մեր փոխհարաբերությունները Աստծո հետ ուժեղացնենք, Աստծո խոսքը ավելի ուսումնասիրենք, աղոթքի կյանք ունենանք, հետևենք մեր սրբությանը, սիրելիներս, ու միշտ արթուն լինենք, որովհետև մի օր Տերը գողի նման կգա։